պատմություն եւ այլն։ Ինքը ուզում է դան, լսեք, ոչ միայն ուզում է, ինքը այլևս չունի դա չանել։ Ուղղակի ինքը կյանքում որևիցե ձևով ինքը իշխանություն չի կարողանալ ստանալ Հայաստանի Հանրապետությունում, որտեղ հայ ժողովուրդը պետք է խելք ունի։ Մի հարցել ես տանել եմ միշտ այսքանի օր ինձ այնպես հուզում է այդ որ ասենց կոպիտ բառերով նույն ձևի ինչ որ ձեզ դիմում են ինչ որ որակում են ձեզ նույն կերպ եք պատասխանում ասենք թե ընդդիմությունը ասում է համբալ դուք եք ասում համբալ կամ չգիտեմ էլի այդպիսի բաներ միթե հնարավոր չի էթիկայի բարձր մակարդակ պահպանել հենց մենակ նրա համար որովհետև իշխանությունը դա պարտավոր է անել միայն այդով ասես որ պարտավոր ասում եք պարտավոր ասես հերոսի դեռ մեկ աչքերից մի րոպե պարտավոր չէ էլի պարզապես օրինակ որպես ուրեմն կգնաք այդ հարցերը հայերեն լեզվով չտիրապետող մարդկանց կտակ Հիմա կոնկրետ ես հարգելով ձեզ գիտեք, հա, իհարկե։ Մեր հետ դուրս են եկել մրցման մարդիկ, ովքեր հայերեն չգիտեն, հայ ժողովրդի պատմությունը չգիտեն, որոնք խաչակնքվել չգիտեն, հայրերը չգիտեն, Հայաստանը, Երևանի փողոցները, Վանաձորի փողոցները, Գյումրի փողոցները չգիտեն։ Ես այդ մարդկանց ինչ լեզվով խոսեմ, երբ որ իրանք իրենց թույլ են տալիս ինչ-որ բառ ասել։ Էթիկայի բարձրությունից։ Ուրեմն ես իրանց զգուշացնում եմ եւ բոլորին եմ զգուշացնում։ Հանկարծ որևիցե մեկը մեր բարեպաշտության, մեր դաստիարակության, մեր վեհության հետ չխառնի այդ էթիկայի կանոնների կամ որևիցե ձևով սահմանափակումները։ Մենք դաստիարակված ենք, մենք բարեպաշտ ենք, մենք կուլտուրական ենք, բայց երբ որ դիմացինը հարձակվում է քո երկրի վրա, իսկ իրանք հարձակվել են մեր երկրի վրա, իրանք ստանալու են իրենց պատասխանը։ Լավ